Իսկ մենք այսօր սիրելի հեռուստադիտողներ առիթ օգտագործում ենք ու անդադար անդրադառնում ենք մարդ եւ բնություն կապին ու այս ներդաշնակությանը եւ մեր գործընկերը, ով միշտ շատ համեղ տրամադրությամբ է մեզ միանում, չի սահմանափակվում միայն լինելով իր խոհանոցում կամ միայն մեր տաղավարում լինելով, նա գնում է անդադար մարզեր, գյուղական կյանքին մոտ կանգնած լինելով բնության գրկում բացայտում է ու մեզ առաջարկում է հետաքրքիր տարբերակներ նախաճաշի եւ նախուտեստի։ Իսկ նա անուշտ է, ողջույն սիրելի գործընկեր։ Ողջույն, բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այո, շատ հետաքրքիր է մեր օրը անցնում, երբ գնում ենք գյուղեր ու ամեն անգամ մի նոր անկյուն ենք բացահայտում Հայաստանի։ Իսկ այսօր կբացահայտենք մի հետաքրքիր աղցան, որը կարող է լինել նախուտեստ նաև, եթե օրինակ ավելացնենք կրեմ պանիր ընդհանրապես եւ այս աղցանը ավելացնենք կրեմ պանիրի վրա։ Իսկ հիմա ասեմ ինչ ենք պատրաստում։ Մեզ անհրաժեշտ է աղցան ենք պատրաստում, որի համար մեզ անհրաժեշտ է ֆետա պանիր, տարբեր տեսակի, տարբեր գույների ձիթապտուղ եւ լոլիկի չիր հիմնականում։ Մենք հիմա ինչ ենք անում։ Հիշում եք, չէ՞ Դավիթ, երբ դոլիվա պատրաստեցինք խոհարար Սարգիսի հետ։ Ինչպես կարող եմ ես մոռանալ լեգենդար դոլիվայի բաղադրատոմսը, սիրելի Անուշ, իհարկե չեմ կարող մոռանալ։ Իմանալություն կա փաստորեն։ Ենթադրվում է, որ փորձել ես դրա համար իհարկե նախորդ եթերաշրջանում մեր ամենաստացված բաղադրատոմսերից մեկն էր, այդպես հաճախ Անուշին տեսնում էինք մեր աշխատասենյակում, ասում էինք գուցե դոլիվա եւս մեկ անգամ պատրաստես։ Կարծես այսօր նմանատիպ մի բան։ Նմանատիպ, այո, մենք երբ որ ինչ որ համեղ որևէ բան ենք պատրաստում, անպայման դա գուցե հետո որևէ ձևով փոխած անպայման օգտագործում ենք։ Հիմա ինչ արեց Սարգիսը, հազրեվարդը ձիթայուղով մի փոքր տապակեց եւ ձիթապտուղը ավելացրեց վրան եւ այդ տեսքով ձիթապտուղը բոլորովին այլ համ է ստանում։ Դրա համար հիմա մենք այստեղ իդեպ այն ձիթայուղն է, որով որ արդեն համեմված է լոլիկի չիրը եւ հիմա մենք այս յուղը կօգտագործենք, որը նույնպես հազրեվարդով է իդեպ ու հիմա հազրեվարդը այսպես կդնենք ձեթի վրա ու սկսենք կարող ենք կամ կոտրել կամ ուղղակի կտրել, այս քանի որ հենց այսպես ուղղակի կոտրում էր ու այսպես խառը կտրում, մենք էլ կարող ենք այդպես անել։ Հետևենք շեֆ խոհարարի տեխնիկային։ Որովհետև իրականում բույրը միանգամից հոտը եկավ, գիտեք, լրիվ ուրիշ հոտ է, այսպես։ Հետաքրքիր բան ասացիր վայրկյաններ առաջ, որ այդ բաղադրատոմսը քեզ համար տարվա լավագույն բաղադրատոմսն էր, կարելի է միջայլոց բաղադրատոմսերից մեկը։ Մեկը թե։ Անարտարկրկի ասել միայն դա, որովհետև շատ է։ Բայց լավ տարբերակ կա, կարող ենք օրինակ ընտրել լավագույններից եռյակ կազմել եւ դրանք համարել օրինակ առավոտ լուսոյի շրջանակներում առաջարկվող տարվա լավագույն 3 բաղադրատոմսերը, ինչու ոչ։ Կարելի է ամանորին կարելի է այդպես ամենահաջողված, ամենահետաքրքիր բաղադրատոմսերը եւս մեկ անգամ ներկայացնել եւ թե ինչ կարող են, որպեսզի այդ հաջողված լավագույն ուտեստներն աղցանները դրվեն սեղանին։ Օրինակ ես դոլիվա հաստատ կպատրաստեմ այս տարի։ Հետաքրքիր առաջարկ է իսկապես, ես անհամբերությամբ կսպասեմ Անուշ, տեսնենք, երբ մոտենանք արդեն այսպես նախորեին ամանորյա, հետաքրքիր է ինչ էր դուք առաջարկես, ոչ միայն ստացված բաղադրատոմսերից, այլ առհասարակ։ Նոր բաներ, այո, անպայման իհարկե հետաքրքիր բաղադրատոմսեր կլինեն։ Որոնք կլինեն շատ ավելի թեթև։ Իհարկե։ Մարսողության առումով բնականաբար։ Հիմա ընդհանրապես մի փոքր տարբերվում է նաև ամանորի սեղանը։ Ասեմ, որ հազրեվարդի օգտակարության մասին էի կարդում եւ մենք հաճախ ենք օգտագործում հազրեվարդ եւ որքան էլ որ նայենք, շեշտենք, հիշեցնենք օգտակարության մասին, եւս մեկ անգամ կարծում եմ չի խանգարի նորից հիշենք, թե որքան օգտակար է հազրեվարդը։ Պարզվում է գերհոգնածության ժամանակ, երբ թվում է, թե մարդիկ արդեն ուժերը սպառված են եւ հոգնած են, կարելի է հազրեվարդով թեյ խմել, հազրեվարդով լոգանք ընդունել եւ ամբողջովին օրգանիզմը վերականգնում է։ Այնպես որ դա ինձ համար նորություն էր, ճիշտն ասած, գիտեի, որ շատ օգտակար հատկություններ ունի։ Հետաքրքիր է թեյը ինչ համք ունենա, չէ՞, հազրեվարդով թեյ։ Մի քանի խոտաբույսերով խառնելով։ Ահա, ոչ միայն դա։ Երիցուկի հետ, այո, եւ շատ այլ բույսերը եւ խոտաբույսերը առհասարակ չկա բնության մեջ մի այնպիսի խոտաբույս եւ բույս, որը որևէ կերպ մարդուն չտա օգտակար որևէ հատկություն եւ օրեր առաջ
մի բուսաբուժի հետ շփման մեջ, իհարկե նա ասաց, որ շատերը մեզ չեն ընդունում, շատերը սա համարում են ոչ այդքան ճշգրիտ գիտություն եւ այլն, դա թողնենք իհարկե մարդկանց կարծիքին եւ մոտեցումներին, բայց մի բան իսկապես հստակ է, որ բնության մեջ բոլոր բույսերը եւ խոտաբույսերը որևէ կերպ ազդեցություն ունեն դրական առումով մարդու օրգանիզմի վրա։ Այս դեպքում իհարկե մենք այսօր բացահայտեցինք հազրևարդը, որը հնչում է նաև շատ գեղեցիկ։ Մենք Անուշի շնորհիվ ես պիտի անկեղծ լինեմ, սիրելի հեռուստադիտողներ, շատ հաճախ տարբեր, այսպես ոչ թե տարբեր ճիշտ հայերեն անվանումներ ենք բացահայտում իրերի, որոնք հաճախ չգիտենք։ Այ օրինակ հազրևարդը, այդ շարքում է նաև գանգրակաղամբը, ճիշտ եմ հիշում։ Գանգրակաղամբը, եղեսպակը, չիան։ Գիտես ինչ է գանգրակաղամբը։ Գանգրակաղամբ։ Ծաղկակաղամբը գիտեի, բայց կանենք հաստորեն գանգրակաղամբ։ Ահա այդպես։ Բայց ասեք հազրևարդը որքան գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է թարգմանել։ Դու կարծես միանում ես մեր գործընկերոջը Շողիկին, ով մեզ սովորացնում է ինչպես ճիշտ եւ գեղեցիկ հայերեն խոսել պարբերաբար, դու էլ այսպես խոհանոցի հատվածն ես քեզ քո ուսերին վերցրել։ Եվ ես առօրյայում էլ այդպես օգտագործում եմ ու շատ հաճախ հարցնում են իհարկե, դա որն է։ Եվ պետք է տարածել, հենց այդպես ասելով պետք է տարածել եւ իմանալ ճիշտը որն է։ Անուշ, իսկ ձիթապտղի ընտրության հարցում ասացիր ազատ ենք, ցանկացած գույնի ձիթապտուղ կարող ենք օգտագործել, բայց կան ձիթապտղի տեսակներ, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի կամ շատ սիրում են կամ չեն կարողանում համընկալել, խոսքս դառնահամ ձիթապտուղների մասին է։ Դրանք օրինակ այստեղ որպես տարբերակներից մեկը կարող ենք օգտագործել, թե այդքան են ոչ։ Կարող են, եթե դա էլ է ցանկության հարց։ Ինձ թվում է այստեղ համեմունքները, որ շատ են, կկոտրվի այդ դառնությունը եւ հատկապես եթե տապակենք։ Կարելի է փորձել։ Այո։ Որտե՞ղ Ընդհանրապես տեսակն ես ամենաշատը սիրում։ Հենց այդ դառը տեսակը։ ասում են, որ հենց դա է օգտակար եւ իրականը, այո։ Բայց անկեղծ ես էլ չեմ կարողանում ուղղակի թարմ, առանց որևէ համեմունքի, առանց աղցանի մեջ գուցե շատ լավ կարողանաս ուտել, բայց ոչ առանձին։ Առանձին չեմ փորձել, եթե անկեղծ, ես դառը ձիթապտուղը փորձել եմ մի փոքր կիտրոնով համեմած եւ ձիթապտղի յուղով ու կանաչեղենով։ Դա դարձավ աղցան արդեն, չէ։ Այո։ Տեսնես, այո։ Դու այս ընթացքում արդեն կտրատեցիր ֆետա պանիրը, ես Ֆետա եւ հիմա արդեն լոլիկը կտրենք, լոլիկի ճիրը, որը եւս հազրևարդով, ձիթայուղով արդեն համեմված եւ շատ համեղ լոլիկի ճիր է ստացվել։ Իդեպ դա ամենա յուրօրինակ ձևն է, հենց հազրևարդով համեմվածը, ես շատ եմ հավանում։ Յուրաքանչյուր անգամ, երբ Անուշի հետ հարցնում ենք այսպես մի փոքր խոսել, զրուցել խոհանոցային եւ առասարակ սննդին առնչվող թեմաների մասին, միշտ բացահայտում ենք այսպիսի փոքրիկ գաղտնիքներ ու հասկանում ես, որ իհարկե բաղադրատոմսը շատ կարեւոր է, բայց հաճախ նաեւ բաղադրատոմսը հաջողելու համար, հա, ճիշտ պատրաստելու համար պետք է նաեւ բաղադրիչները շատ ճիշտ ընտրված լինեն։ Այո, օրինակ այս դեպքում ինչպես օրինակ այդ լոլիկի ճիրը, որը հատուկ պատրաստման մեթոդ ունի, փաստորեն պարզապես լոլիկի ճիր չէ։ Սա կարծում եմ կարեւոր է շեշտել։ Այո, բոլորը չեն, որ համեղ են։ Եվ դու միշտ չգիտես ինչպես կարողանում ես գտնել ամենահամեղը, ես չեմ հասկանում դեռ գաղտնիքը, մասնագիտական։ Փորձելով ստացվում է արդեն կարողանում ես հասկանալ, որն է լավը, ինչպես դու օրինակ հաստատ գիտես, թե որ ձուկն է, չէ՞ լավ։ Իհարկե, այդքան շատ փորձերից հետո ի վերջո հասկանում ես։ Ահա, հիմա կարող ենք արդեն ավելացնել ձիթապտուղը։ Անուշ, ինչ պլաններ կան առջևում, որ մարզն է, որ ուզում ես գնալ, բացահայտել, որ գուցե չես եղել կամ եղել ես, բայց ոչ մասնագիտական այցով, ինչ կա պլաններում առջևում։ Առաջիկայում կմեկնենք Աբովյան գյուղ, ովքեր մեզ լսում են կարող են արդեն սպասել, այո, եւ լորի պետք է գնանք, արդեն պայմանավորվածություն ունենք եւ ոչ միայն գյուղեր, մենք նաեւ քաղաքների մասին պետք է հետաքրքիր տեսանյութեր պատրաստենք, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու։ Եվ ամեն անգամ շատ տարբեր տեսարժան վայրեր ենք բացահայտում, որոնք որ մինչ այդ գուցե գնացել ենք նույն օրինակ Ենոքավան գյուղում շատ ենք եղել, բայց այդ
գուցե հենց այդ տաճարի մասին մենք չէինք լսել կամ մատուռի։ Եվ հետաքրքիր է, որ բացահայտում ենք նոր վայրեր։ Վերջ մենք հիմա այստեղ ավելացնում ենք օրեգանո, մի փոքրիկ աղ կավելացնենք։ Իսկ Հայաստան աշխարհում կա տարածաշրջան անկյուն, որը քո սրտինն է, որը քեզ համար ամենասպասվածն է ու միշտ սպասումով ես լինում այնտեղ։ Լորին ու տավուշը։ Արմատներով տավուշից եմ, բայց լորին էլ շատ եմ սիրում, շատ եմ սիրում լորին։ Բայց ասեմ, Սյունիքն էլ, բոլորն են հրաշալի, յուրաքանչյուրը յուրովի։ Մեկը բնությամբ է գերում, մեկը իր ժայռերով է գերում։ Հիմա կեղևը քերենք կիտրոնի։ Վերջերս մի հոլովակ եմ տեսել Անուշ համացանցում իդեպ, որը հեշտացնում է այս ամբողջ գործընթացը քերելու կեղևը կիտրոնի։ Այս փոքրիկ պետք է ճիշտ հիմա այս փորձեմ հայերեն ձևակերպեմ այդ անունային թղթից պատրաստված հատուկ շերտերը, որոնք օգտագործում ենք վառարանում, որևէ բան թխելու համար։ Յուղաթուղթ։ Ահա, այդ յուղաթուղթը, շնորհակալություն Անուշ, այն այսպես փակցնում են քերիչի վրա եւ դրա վրայով քերում են կիտրոնը։ Պատկերացրեցի մոտավորապես։ Հաջորդ անգամ յուղաթուղթ բերեմ, պետք է փորձենք եւ արդյունքում գիտես ինչ է ստացվում, ամբողջը հավաքվում է հենց յուղաթղթի վրա, միանգամից այսպես մի տեղում եւ կարողանում ես ավելացնել այնտեղ, որտեղ պետք է։ Հետաքրքիր էր։ Այո, եւ շատ հեշտ էր, բայց պետք է փորձենք, այս հոլովակում շատ հեշտ էր թվում, իրական կյանքում չգիտեմ, պետք է։ Ինչպես օրինակ հեշտ է թվում լոլիկի ճիր պատրաստելը, բայց արի ուտես, որ կա դրա շատ տարբերակներ, ավելի նուրբ ու համեղ համային այսպես հատկանիշներով հարստացնելու համար։ Ընդհանրապես համացանցում տեղ գտած լայվ խակերը շատ են օգնում հիմա տնային տնտեսուհիներին։ Վերջ մեզ մնում է աղցանը տեղափոխել մատուցման ափսեի մեջ եւ վայելել։ Հրաշալի եւ գեղեցիկ է, եւ յուրօրինակ է, տարբերվող է, միշտ տան կանայք ընդհանրապես մտածում են, չէ, ինչպես զարմացնել հյուրերին, ինչ նոր բան պատրաստել, որպեսզի նորություն լինի, հետաքրքիր լինի, չէ, որ անընդհատ նույն բանը չես ուզում պատրաստել։ Դրա համար կարծում եմ մեր հեռուստադիտողները այս նախուտեստ աղցանը կարող են պատրաստել ու զարմացնել ընտանիքի անդամներին ու հյուրերին։ Անուշ, սա այն տարբերակներից էր, որ իսկապես բառի իսկական իմաստով պատրաստվեց ընդամենը մի քանի րոպեում, այսինքն որևէ բան մենք նախապես պատրաստ չունեինք, տեղում ամեն ինչ պատրաստվեց այս դեպքում։ Պես ինչ ախորժալի տեսք ունի։ Հասցեցի նկատել մեր ռեժիսորը ցուցադրում էր, խնդրեմ, Հայկ, տես։ Մենք պետք է շտապենք քո հանոց Հայկի հետ միասին, որպեսզի վստահաբար այս շատ համեղ ուտեստը փորձենք։ Շնորհակալ ենք Անուշ, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ վայելեք երաժշտություն, մենք վերադառնանք։